Ժողովուրդ ջան, բարի օր։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Մենք էլ ենք լավ, խանութ ենք գնում։ Մի քիչ գնումներ ունենք Lidl-ից։ Քանի ազատ ենք, քանի ժամանակ կա, գնանք գնումներ անենք։ Այստեղ մի տան մոտահագին մարդ էր հավաքված, երևի մի 15 հոգի կամ ավել տունը վարձով էին տալիս։ Հավաքվել էին, որ տունը նայեն ու երևի որոշեն, թե ում են տալու։ Անգամից բոլորը կտեսնեն, նույն ժամին եկել էին։ Բոլորին նույն ժամին են կանչել, որ մի անգամ գան բոլորին ցույց տան, համ էլ երևի այդ ժամանակ կորոշեն էլի ում կտան տունը։ Այսինքն այնքան դեֆիցիտ է վարձով տուն գտնել այնքան դժվար է, որ այդքան մարդ էր հավաքվել։ Դե համ դժվար է վարձով տուն գտնելը, համ շատ թանկ է, կարող է գինը հարմար էր, դրա համար էին այդքան շատ մարդ եկել։ Ես մեկը մնում եմ այն կարծիքին, որ վարձով ապրելը ճիշտ չի, ոնց որ ջուրը լցնես փողերդ, ավելի լավ է հիպոթեկով տուն վերցնես, վճարես, իմանաս որ քոնն է, քան թե վարձ տաս։ Ամեն Lidl գալուց ժետոն եմ ուզում, հիմա ոնց որ դեֆիցիտ է, չկա, հիմա նորից մոտենամ ուզեմ։ Նախկինում չգիտեի, որ սուպերմարկետներում կարաս մոտենաս ժետոն ուզես։ Պատահում է, չէ, որ մոտդ մի եվրո չի լինում կամ 50 ցենտ, որ կարողանաս կար վերցնես ու չգիտես ինչ անես։ Բայց փաստորեն կարելի է սուպերմարկետներում մոտենալ նախապես կասային ու ժետոն ուզել։ Այստեղ համարյա դատարկ կա, կարերը վերցրել են, այսինքն երևի շատ մարդ կա։ Գնանք տեսեք, շատ բան չենք վերցնելու, հիմնականում գազար պղպեղ բաներ, ցուցակ եմ գրել, ես անգամ ինչ բանա չեմ մոռացել, ցուցակը վերցրել եմ հետս։ Ես արդեն սատիկի արդիվ է ստացել, ինչ էլ սիրում են սարքել, ապակի ամանների մեջ է, սպիտակն էլ կա, 7 եվրո ակցիա եմ գրել։ Այստեղ ինչ կա տեսնեն։ Սրանք էլ 249 է։ Սրանք էլ ես սիրում։ Կակաշները 7 եվրո արժեն, վարդերը արդեն համարյա թառամած են, 3 են իջացրել։ Այս կակաշները 4 եվրո, կարողան մի հատ սրանցից վերցնեմ, չգիտեմ։ Ավոկադոն զեղչել են, բայց հեչ բանի պետք է, իս ինչա, ոնց որ քարի կտոր, սա ամիսներով մնա չի հասնի։ Չի հասնի։ Lidl-ում աշխատելն էլ է շատ ստրեսային, շատ համերգ է, ոնց որ վաճառողներ ասում, կասային, ծրի համերգ կա։ Ահագին մեծ երեխա էր, իրուշ լաց էր լացում, վարձեր, այն ինչ լաց էր լացում։ Զգում էի ոնց է կասայի աշխատող ջահել տղա էր, այսպես ստրեսային վիճակում, հազիվ իրան զսպում անյարդերը։ Ինչև է, դուրս եկանք, հիմա այնտեղ բան էր, այս Lidl-ում, որ հաճախորդի քարտը սկան ենք անում,
միավորներ հավաքում, ահագին միավոր էր հավաքել, մի հատ գազար կարելի էր ծրի վերցնել, մենք էլ գնելու էինք, ասինք մի անգամից թող դուրս գա միավորների ժամկետը չանցնի, մի քիչ ժամանակ տևեց, բայց արեցինք, վարունգ էլ կարելի էր, բայց ունեինք տանը, չենք վերցրել, հաջորդ առևտրին կարան տանենք։ Խանութից տուն եկանք, էդ ինչ աղմուկ էր, գլուխս ցաված, իրոք էդ երեխայի լացի ձայնից, ինչքան ուժ ուներ, գոռում էր, պապներ, հայրներ, չգիտեմ, ոչ էլ ձայն էր անում։ Մենակ կասայի աշխատողը չէր, որ բաներ անում, հազիվ ներվերը այսպես զսպում էր, այսպես հազիվ իրան զսպում էր, դեմքին նայելով տեսնում էի։ Հետո ասում է, ձրի համերգա, ասում եմ, հա։ Վերջը ինչ որ տուն եկանք, սիրելիներս, հիմա ծաղիկները ջուրը դնեմ, հետաքրքիր այս գերմինի բանով, հոլանդերենով, հայերեն ինչ ծաղիկներ են սրանք։ Եթե գիտեք, գրեք ես էլ իմանամ, նարցիզների անունը ձեզանից եմ սովորել։ Ծաղիկները ջուրը դնելուց, իհարկե տարբեր ծաղիկներ երևի խնամքի բնականաբար տարբեր ձևեր կունենան, ես էլ մասնագետ չեմ, ես ինչքանը որ գիտեմ, այնքան եմ ձեզ ասում, պետք է ջուրը շատ լիքը չլցնել, պետք է ջուրը շատ լիքը չլցնել, դե սրանք տերևներ թփեր չունեն, եթե ունենային պետք է մաքրեին, որ ջրի մեջ տերևներ չլինեին, որ չփթեր, ուրեմն ինչ ենք անում, մի փոքր ծայրերից կտրում ենք ու տեղավորում ենք ջրի հետ, սրա հետ որևէ բան չկար, որ ջրի մեջ լցնեմ երկար դիմանա, բայց այսպես կդնեմ, տեսնենք ինչքան կդիմանան, ինչքան իրականում ինչքան քիչ են դիմանում, այնքան ուրեմն ավելի լավ, ավելի չորարեստական բաներ չեն խառնել, ոնց որ սնունդ է, էլի, ինչքան կարճ է դիմանում, ուրեմն քիմիական բաներ խառնած չի հետը, ավելի բնական է, բայց կարելի էր ուրիշ գույն էլ վերցնել, այ, մենակ ես տեսա այս գույնը դուրս եկավ ու վերցրի, մտքովս չանցավ, լավ, մյուս գնալուց եթե լինի կարելի է վերցնել, Էդ էլ հիմա մտքովս անցա, որ կարելի էր ուրիշ գույն վերցնել, այդպես խառը դնել, ոչինչ, առայժմ սա թող լինի, մինչև մի քիչ զատիկի բաներ շատ կային, ծաղիկներ, բաներ, սիրուն գույնա, չէ, պայծառ գույնա, ոնց որ այսպես դրական բան աղորդի, պոզիտիվ, իմ ծաղկամանները, փոքրերը Քսենյան կոտրել է, երբ որ գետնի վրա դրած եղել, այսինքն ծաղիկները մեկ-մեկ այդպես անկյունում հատակին եմ դնում, Քսենյան կոտրել է, պետք է նոր ծաղկաման գնեմ, ունեմ մեծ են ուղղակի սրանց համար, սրա մեջ դրեցի, սիրուն է, կարելի է օգտագործել որպես ծաղկաման, չի խանգարի, սա իմ գերմինները, գրեք տեսնենք ինչ է հայերեն, ուզում եմ առևտուրը միանգամից միասին դատարկենք, որ ուզում եմ ընթրիքի համար սաղմոն պատրաստեմ, շատ արագ հասարակ ու շատ համեղ ձևով, ու սաղմոնը դե գիտեք էլ ինչքան շատ օգտակար է, ինչքան շատ ճարպատություններ է պարունակում, իրականում բնական սաղմոնը շատ թանկ է, հիմա մի քիչ զեղչել էին Լիդլում։ Ահա, այս իմ ծաղիկները, այսպես նայում հիանում եմ, չունեն բույր։ Ծաղիկները մի կողմ դնենք, առևտուրը միասին դատարկենք, ժողովուրդ ջան, հետո նոր անցնեմ իմ գործերին։ Այս անգամ մի տարի պաղպաղակ չենք գնել, այսօր Աշոտն ասում արի պաղպաղակ վերցնենք, վերցրել ենք։ Ես կաշխատեմ մի հատից ավել չուտեմ։ Չնայած այնքան ժամանակ չեմ ուտում, որ այդպես կարիքը չեմ էլ զգում, ցանկություն չի լինում, այսօր ուղղակի շատ շոկ էր, դրա համար Աշոտն ասեց կարելի է վերցնել։ Հավի միս է վերցրել, արագ ջեռոս դնելու համար։
Մեր սովորական գնումներն են, արագ դատարկել ժողովուրդ ջան։ Լոլիկ, գետնանուշի կարակ, 100%-անոց, նատուրալ, բնական, սեղանի ջնջոցներ են վերցրել, տարբեր գույները դուրս եկան, 2-4 հատա մեջը, 2.50 արժեր, մածուն, մի քիչ խառնադրվել, թզի ճիր, տոֆու եմ վերցրել, հարցնում եք ոնց ենք պատրաստում, ես չեմ ուտում տոֆու, իմ աղջիկն ա ուտում, սրանք ծխեցրացնեն, սա էլ սպիտակը, տեսել եմ սովորական, այդպես մի թեթև ձեթ ալեցնում, մեջը տապակում ա, բանա, սև պղպեղաղ ալեցնում, ամենահասարակ ձևը, ու այդպես ուտում ա, բայց ես չեմ ուտում, էլի կատնաշորը վերցրել, յոգուրտ, ավելի շուտ, հավի կրսկամսով, քուրի սոուսով աղցան, պարմեզան պանիր, մի հատ չամիչ մտածեցի կարելի է կիրակի օրը բուլկի պատրաստել, մոցարելլա 2 հատ, էլի տոֆու, Հարցը պղպեղ, ծնեբեկ, կանաչը, 6 եվրո էր, 500 գրամը 6 եվրո, այստեղ վերցրել եմ թարմ քրքում, պես փոքրիկ արմատները, շատ բանել չի, ոնց որ թարմ չի տեսքը, մի քանի հատ էր մնում, բայց բիոյա վերցրել եմ խաղող, այս սալատի թերթիկները 2 հատ, փոքր գլուխներ էին, բանան, մի հատ էլ խաղող, կիտրոն, սա զեղչել էին, տանը էլի մի 3 հատ կար, բայց վերցրի նորից, այստեղ վերցրել ենք սալուրաչիր, փորկապության ժամանակ շատ արագ, շատ լավ օգնում է սալուրաչիրը, տիրանաչիր, Լիդլինն էլ մի բան չի, բայց վերցրել եմ, էլի թզի ճիր, գազարը նվեր էր, միավորները հերիքեց, սող, խնձոր, մեր սիրելի անպատաս խնձորը, առանց խնձոր չի լինի, մի քանի բան էլ էստեղ կա, նրբերշիկները աշոտը վերցրել, ջեռոցադնում սիրում է ինքը, այս սալատներից էլ եմ վերցրել գունավոր, վերցրել եմ պաքսոյ, չգիտեմ հայերեն ինչա պաքսոյ է, եթե գիտեք գրեք, տղամարդու մայկաներ էին, տակի մայկաներ, 3 հատը իրար հետ 7 եվրո էին, ես միշտ մեր խանութից եմ գնում, բայց ասեցի վերցնենք, ահա, սպասեք, կտրեմ, որ չվնասեմ, ամառա սպիտակ գույնը պետք է լինում, որակը ոնց որ վատը չի, բամբակից է, 3 հատը իրար հետ 7 եվրո, եթե լիդլ ունեք, կարող է ձեր խանութում էլ դրած լինի, կարակ գնաք, դուք էլ գնեք, սրանք աշոտի համար ու մի հատ էլ ջինսի ստաբատ են տեղի, մեր խանութի ջինսի ստաբատները տղամարդու 99%-ը կոճակներով են, աշոտը չի սիրում կոճակներով, հիմա սա ցեպով էր, ասեցի վերցնենք, համաձայնվեց, ընդամենը արժեքն էլ ինչքան էր, էժան էր, երևի 13-14 եվրո էին զեղչել, սիրուն ջինսա,
մի քիչ կկարճացնեմ ու կհագնի։ Այսքան առևտուրն էինք արել, վճարել էինք մոտավորապես 100 եվրո ու զուգարանի թուղթ, 10 զուգարանի թուղթ, այսքանի հետ 100 եվրո։ Այսպես սիրելիներս տեղավորեմ ու սկսեմ սաղմոնը արագ պատրաստեմ, ժամը արդեն 6:20-ը։ Շատ գեղեցիկ, շատ համեղ, շատ հյութալի ու շատ օգտակար սաղմոն եմ պատրաստում այսօր։ Համեմում եմ սաղմոնը աղով ու սև պղպեղով, երկու կողմից։ Սաղմոն ձկան հետ շատ է սազում չորացրած սամիթը, ընդհանրապես սամիթը, ես երկուսն էլ կօգտագործեմ։ Աղ, սև պղպեղ ու սամիթ պարտադիր երկու կողմից։ Շատ արագ է պատրաստվում սաղմոնը, ընդհանուր 10 րոպեում եփվում է։ Դրանից ավել պետք չի թողնել։ Այս կողմից էլ եմ աղ անում, մի փոքր սև պղպեղ ու չորացրած սամիթ։ Մի փոքր այսպես տարածում եմ։ Թավան դրել եմ արդեն գազի վրա, իդեպ պետք է տապակենք ոչ թե ձիթապտղի ձեթով, այլ արևածաղկի ձեթով, շատ ավելի լավ է ստացվում սաղմոնը։ Թողնում ենք ձեթը լավ տաքանա, նոր ձուկը տեղադրում ենք թավայի մեջ։ Այսպես վրան սամիթ եմ դնում, թարմ սամիթ, որ շատ յուրահատուկ, շատ համեղ համա տալիս։ Նախ կաշվի կողմից պետք է տապակենք 5 րոպե, հետո շուռ ենք տալիս մյուս կողմը, 5 րոպե էլ տապակում ենք մյուս կողմից։ Այսպես գուշորեն շուռ ենք տալիս։ Թողնում եմ 5 րոպե այս կողմից տապակվի ու պատրաստ է արդեն։ Տեսեք ինչ գեղեցիկ, ախորժալի, շատ համեղ սաղմոն է ստացվում, որ գիտեք դուք շատ օգտակար է։ Շատ օգտակար ճարպաթթուներ է պարունակում։ Շատ համեղ է ստացվում, կիտրոնի հյութով անմահական։ Այս ժողովուրդ ջան Գենտի ամենամեծ կայարանն է, Սինթ Պիտերսը։ Երկու կայարան կա Գենտում, սա ամենամեծն է։ Չի ասի թե շատ մեծ է, բայց երկուսից սա ավելի մեծ է ու հիմա վերանորոգման փուլում է արդեն շատ երկար տարիներ ու երկար էլ կտևի, որովհետև շատ գործ ունեն անելու։ Համ գնացքների, համ տրամվայների, համ էլ ավտոբուսների համար նոր կանգառներ են պատրաստում։ Բարև սիրելիներս, այսօր արդեն ուրիշ օր է, շաբաթա օրը, գործի եմ գնալու, որպեսզի չուշանայի, ստիպված նախորդ ուրեմն ժամը մի հատ գնաց կար, որպեսզի չուշանայի, շուտ եմ գնում, մի ժամ շուտ հասել եմ Գենտ։ Մի կողմից էլ հանգիստ եմ, որովհետև հանգիստ քայլելով գնում եմ։ Փողոցները հանգիստ, այնքան լավ է, բայց այսօր լավ շոկ եղանակ անելու, այսինքն սպասվում է, որ լավ, հետո կլցվեն մարդիկ դրսերը փողոցները, այդ չհաշված մեր խանութը։ Բայց շուտ եմ գնում այսօր, մինչև ժամը 5:15 եմ աշխատելու, մի քիչ շուտ կազատագրվեմ այդ գժանոցից։ Ճիշտ եք ասում, հա, այստեղ ես էլ եմ շատ լսում, որ ասում են իրանց գործն է, թող ծալեն, բայց ով ասում, որ այդ չի մեր գործը, իհարկե այդ մեր գործն է, որ մենք ծալենք, բայց այդ չի նշանակում, չէ, որ մարդիկ պետք է հենց այդ պահին քո աչքի առաջ քեզ չհարգեն, ասենք դու ծալում ես, իրանք այսպես խառնեն, տեսնում են, չէ, որ դու ծալում ես, ամեն դեպքում այդ է ժողովուրդ ջան, այդ է, ուրեմն ամեն ինչ պետք է Իմ ասենք մենք պետք է մեր ձեռքում, մենք փոխենք, դուրս չի գալիս, պետք է ուղղակի դուրս գանք։
Հասել եմ կենտրոն, այնքան հաճելի է, որ համ շատ մարդ չկա, համ լավ եղանակ կա, շատ հաճելի է։ Ուզում եմ այստեղ ձեզ մի քիչ ցույց տամ, հետո պետք է մտնեմ այստեղ սուպերմարկետում, ջուրս մոռացել եմ։ Մի հատ ջուր առնեմ, մի լիտրանոց, որ գործի ընթացքում էլ խմեմ։ Կամերան շուրջ տամ, ցույց տամ ձեզ այստեղ։ Մի հատ էս ջրից վերցնեմ 85 ցենտ արժի լիտրը։ Այս սուպերմարկետում կասաներ շատ են դրած ինքնաս սպասարկող կասաներ, որ դու պետք է քեզ սկանանես, վճարես, բայց իհարկե մի հոգի անպայման կանգնում է, ստուգում է, նայում է, եթե մի քանի բան ասենք մի քանի հատ ապրանք ես վերցնում, գալիս մի հատ ստուգում են, այսինքն բան է լինում, այդ էկրանի վրա ցույց է տալիս, որ պետք է աշխատողը գա նայի, մի քիչ ոնց որ բան լինի, չէ՞ ասենք Այս է նորմալ է, մի քիչ ոնց որ որպես հաճախորդ քեզ, եթե ասենք ազնիվ մարդ ես, վատ ես քեզ զգում, որ քեզ կասկածում են, բայց է խանութ է, դե նորմալ է։ Չեն կարա, ոնց կարան մարդուն ոչ են ճանաչում, կամ հիմա ով ա ում վստահում, չէ, որ իրանք էլ հաճախորդին վստահեն։ Ահագին հարցեր էի գրել, հիմա այդպես չեմ կարա այսպես պատասխանեմ, բայց այնտեղ գրել էիք ասենք իրանք հակնում, տանում, հակնում, փորձում են, ինչ ենք ետ վերցնում ապրանքը, այդպես է, ապրանքը հակուստը, կոշիկը ու շատ բաներ կարան գրեթե ամեն ինչը բացի, օրինակ մեր խանութում, բացի զարդեղենից, մեյքափ բանի, շպարվելու պարագաներից, բան մնացած է նասկիներից ու ներքնազգեստից բացի մնացած բաները Հա, ետ ենք վերցնում, մի ամիս էլ ժամանակ ենք տալիս, որ կարան ետ բերեն, բայց պետք է նորմալ վիճակում ետ բերեն, հակատ չլինի։ Այդպես է կարգը։ Պատկերացրեք, ասենք օրինակ, կրծկալներն էլ են ետ վերցնում, տանում են տանը փորձում են ու չի լինում ետ են բերում։ Դրա համար ինչ խանութից ինչ գնում են, պետք է անպայման լվանալ նոր հագնել։ Այդպես է խանութի կարգը, ինչ արած։ Իսկ այդ որ հիմա ասում եմ, լսում եմ այս ամուսինները, որ մեր խանութի անունն են տալիս, այսինքն գալու են հիմա մեր խանութ։ Իսկ ինչ մնում է այդ, որ ասում են իրանց գործը թող անեն, մենք էլ ենք այստեղ լսում, որ ասում են, որ ասում ենք խնդրում մի քիչ ավելի ոնց որ բանա նորմալ դրեք, ասում են ձեր գործն է։ Ինչ արած, հետա գնում գալիս այդ թեմայից եմ խոսում, ամեն դեպքում այդ նշանակում է, որ պետք է ոլորտը փոխվի աշխատանքի,
Այո, անշնորհակալ գործ է, անշնորհակալ, այդ կարամ ասեմ ու վերջ։ Այնա որ իրանք էլ գիտեն, դրա համար խանութը, ասենք, նորմալ վարձատրում է, իդեպ հարցրել էիք աշխատավարձերը միջին ժամը վճար է այստեղ։ Տատանվում է բանը, ասենք գները ժամերի, բայց ընդհանրապես ժամավճար է այստեղ։ Ամենավատը, որ կարան վարձատրեն, իմ իմանալով 10 եվրոն է, բայց տարբերվում էլի 10, 12, 13 կեղտոտը կարա 14-15 լինի բրուտոն, դե արդեն ամեն մեկինը տարբեր է դուրս գալիս, նայած խնամքի տակ երեխա ունեն, ամուսնացած են, մենակ են, բաժանված են, ամեն ինչ տարբեր է, բայց ժամավճար է։ Ու բանը մի քիչ ճկուն համակարգ է էլի, որ կարան ընտրեն քանի ժամ աշխատեն, 12 ժամ, 24 ժամ, 20 ժամ, տարբեր է 35 ժամ, 37 ժամ, մաքսիմումը լրիվ դրույքը 37 ժամ է, բայց էլի դե բոլորինը ընդհանուր ժամավճար։ Այստեղ խանութը վերանորոգել էին, մի հատ մտնեմ տեսնեմ ինչ կա, ուրիշ խանութ է հայնեմը։ Լավ էլ վերանորոգել են, աստիճաններ են, փաստորեն լավ երկար աստիճաններ են, լիֆտ չկա բարձրանալու իջնելու համար։ Իմ համար լավ է, աստիճաններով կքայլեմ, բայց հետաքրքիր է, որ լիֆտ չկա։ Ոչ մի բան էլ հարմար չկար, ոքի ձանձրալի էր։ Այս զամշից պայուսակները սիրուն են։ Հիմա էլի զամշ, կաշի, էլի մոդա են։ Տղամարդկանց բաժինը նայեցի, կանանց բաժինը չէ, հաստորեն այդքան շատ ժամանակ անցավ, մնում է մի կես ժամի չափով, գնամ մի հատ ուզում եմ սուրճ խմեմ, մինչև գործը սկսելը, որ դիմանամ այսօրվա ծանրաբեռնվածությանը, ստրեսը շատ է, պետք է փորձել կառավարել, անջատվել ու կանգնել այսպես։ Այդպես տակից կարելի է վերցնել։ Նայում է, որ ճաքած չլինի։ 8 եվրո արժի, սիրուն տախտակա։ Կարող ես ծաղիկներից վերցնեմ, կախեմ միջարսկի անկյունում։ Արեստական են, բայց բանա, ահագին սիրուն բնականի նման են, էլի, 8 եվրո արժեն։ Ինչ կարծիքի եք, շատ չկա, որ թողնեմ հետո որոշեմ։ Լավ, վերցնում եմ այս մեկը։ Քիչ սիրուն ծաղիկներ կան մեր խանութում։ Ինչքան ասում եմ, արհեստական ծաղիկ չգնեմ, բայց նայեք ինչքան սիրուն են։ Սա 6 եվրո։ Գործից դուրս եմ եկել, նայեք ինչքան մարդաշատ են փողոցները, ինչ աղմուկ է ու լավ շոգ, 26 աստիճան է։
աղմկոտ կենտը թողեցի ու տուն եմ գնում, սիրելիներս։ Գնացքից նկարում եմ ձեր համար, գիտեմ, որ սիրում եք նայեք գնացքից տեսարաններ։ Եթե ուշադիր չլինեի, գնացքը ուրիշ գծերի վրայից կգնար, ուրիշ կառամատույցից։ Նախ հաղորդեցին 9-րդում կանգնելու, հետո փոխեցին 2-րդում, նայեցի, պատամամբ նայեցի, տեսեմ էլի փոխել են, պետքա 7-րդում կանգնի։ Կողքս 3 կին էին նստած, ֆրանսերեն էին խոսում։ Հասկացա, որ ռուսել են գնում, այդ նույն իմ գնացքով են գնալու։ Հենց որ տեսա փոխել են էլի գիծը, ես պետք է ուզում եի այդտեղից գնամ, այս կանանց հոլանդերենով հարցնում եմ, ասում եմ Բրուսել եք գնում, ասում են հա, ասում եմ այստեղից չի գնալու, 7-րդից է գնալու։ Ասին վայ, շատ շնորհակալություն, անգլերենով շնորհակալություն հայտնեցին ու ես արագ գնացի։ Թե չնստած մնալու էին։ Մի հաշմանդամ տղամարդ կար, այդ սայլակի վրա նստած, ուրեմն 3 հոգով, հատուկ ինչ-որ բան էին բերել, երկուսը ոնց որ գնացքի աշխատող էին, են մեկը հենց այդ կայարանի աշխատող, 3 հոգով եկել էին, որ այդ հաշմանդամին բարձրացնեին գնացք։ Ու այդպես հետո էլ իջացնելու են։ Այնքան ուշադիր որն է, դե իրանց գործն անում են ու շատ այսպես համակարգված են էլի անում, ուղղակի հիացած եմ, ինչքան կազմակերպված, դասավորված անում են ամեն ինչ։ Ոչ մեկին չթողեցին գնացք բարձրանա, մինչև հաշմանդամին բարձրացրին իրան գնացք, հետո նոր մյուսները բարձրացան։ Իսկ մեր խանութում էլ շատ լիքն էին, շատ մարդաշատ էր, անընդհատ թափում էին, թափածի վրայով քայլում էին, ասենք այն որ ասում են մարդու գլուխ լինի, տրորեն ու կանցնեն այդ վիճակներ, չէի հասցնում իմ որտեղ որ ես պետքա կանգնեի, անընդհատ հավաքում էի, բայց հնար չկար, անընդհատ թափում էին։ Մի կերպ անցավ, օրը անցավ, սիրելիներս, գնամ տուն, հանգստանամ, դուք էլ լավ մնացեք, մինչև կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Մի քիչ մոտս գրիպի նշաններ են, հուսով եմ չեմ հիվանդանա ու էլի կտեսնվենք։ Լավ մնացեք, սիրում եմ ձեզ, հաջողություն։